Առաջարկեք ովքեր են վերևում Մարիան եւ Սուրենը։ Tripping couple-ը Շատ տանջված բարձրացրեք։ Ձեզ հետ են Մարիան եւ Սուրենը։ Նախորդ վլոգում ձեզ պատմեցինք Լաոսի Պաքսը եւ Վիենթիան քաղաքների մասին, իսկ այսօր հերթը Վան Վիենգինն է։ Բարի գալուստ Վան Վիենգ։ Մայրաքաղաքից հասանք Վան Վիենգ 2 ժամում մինիվենով։ Օր առաջին վարձեցինք մոտոբայք շրջելու Վան Վիենգով։ Լաոսը հարավ-արևելյան Ասիայի միակ ցամաքային պետությունն է, որը սահմանակից է Չինաստանին, Վիետնամին, Կամբոջային, Թայլանդին եւ Մյանմարին։ Այն լեռնային երկիր է արևադարձային կլիմայով։ Լաոսը Ֆրանսիայի գաղութատիրության տակ էր մինչև 1953 թվականի անկախություն ձեռք բերելը, ինչը հանգեցրեց քաղաքացիական պատերազմի եւ 1975 թվականին կոմունիստական կառավարության հաստատմանը։ Ողջույն, սիրելի հետևորդներ, ձեզ հետ է կապի Սուրենը եւ Մարիան, այն tripping couple-ը, որ հիմա էլ եկել են Լաոս։ Եկել ենք Վան Վիենգ, ու ինչ-որ այսպիսի viewpoint ենք մի հատ գտե, առաջինն է, որով պետք է բարձրանանք, ինչ-որ այնտեղ սամալյոտի կա մեզ սպասում սարի վրա, ինչ-որ հետաքրքիր է այդպիսի բաներ։ 20 րոպե այսպիսի քարքարոտ ճանապարհով պետք է գնանք, բայց մինչ այդ արդեն 40 րոպե եկե հասել ենք այստեղ։ 20 րոպե լավ։ Սնկե չափազանցրեցի։ Հասանք առաջի քարանձավին, այստեղ ինչ-որ փոքրիկ քարանձավ է, վառում ենք մեր ֆանարիկը և փորձում ենք առաջ գնալ, տեսնենք, վաու, այսինչ հավեսին, հա ջուրա բան է հավաքվում կաթում։ Ճանապարհը դե ինչ քարանձավից հետո շարունակում ենք բարձրանալ վերև դեպի viewpoint, ավելի էքստրեմալ է դառնում ճանապարհը։ Սիրելիս գալիս ես, գալիս է սիրելիսը։ Աստիճանները այսպես փայտից են։ Դե ինչ շարունակում ենք դեռ ճանապարհը բարձրանում ենք։ Ջրվեժ դարձա։ Գնում ենք էլ այսպես ճանապարհ է սպասվում։ Եվ ահա արդեն համարյա գագաթին ենք դուք այնտեղ եւս մեկ viewpoint է եւ այնտեղ ժողովուրդ են, մեզ երևի չեն էլ տեսնում։ Եվ Մարիան եւ Սուրենը արդեն շայրի գագաթին են, այսպիսի հոյակապ տեսարան է բացվում դեպի լեռները, ժայռեր, իմ սիրելին այստեղ նստել հանգստանում է, նրա հետևում King Kong-ին են պատրաստում, ես էլ չգիտեմ թե ով է հավեսանում այսքան բարձրանա վերև։ Այ սենց գեղեցիկ տեսարան բացվում այս կողմից, ափսոս բրնձի դաշտերը արդեն չորացել են, այստեղ ինքնաթիռիկն է, այն երիտասարդը վերջապես պատրաստվում է արդեն դուրս գա ինքնաթիռից, գնանք մենք էլ նկարվենք։ Թռչում ենք։ Այսպիսի բաներ։ Եվ եկանք մեր լագունը վերջապես, իրոք որ բլու լագուն է, ձուկիկներն են լողում մեջը, մինչ լագունը մտնել է, գնում ենք դեպի քարանձավ, որտեղ հենց քարանձավի մեջ էլ լագուններ կան, այսպես ասած լողավազանչիկներ բնական։ Ժողովուրդ նայեք ջուրը ինչ հետաքրքիր իրոք գույն ունի, ու այստեղ այսպես կոտրված կամրջիկի վրայով ենք անցնում, այսպես հավեսին։ Գնանք հասնենք դեպի փուլերը։ Հելի բարդ ճանապարհներով այսպես գնում ենք
Okay, այսպեսի այսպես ճանապարհով հիմա փոր այնտեղ գնացինք, այնտեղից ճանապարհ չկար, հիմա այսպես տեսնենք որ կարող է։ Տղաների կրքերը թեժանում են, ժողովուրդ ջան, այսպես նայեք, բան չի երևում։ No, that way. Oh. Կրքերը։ Wow. Դեռ չենք հասնում քարանձավին։ Ժողովուրդ մտել ենք քարանձավ ու արդեն երևի չկա ժամանակը լմահի այս նայեք ընդ սպորտի մեջ ոչ գժանոց ահավոր մեծ քարանձավ ու մեջը չենք իջես ասում։ Արա եկել ենք oh But I guess we come this way. Ասել ենք երկրորդ փուլին Մենք այսպես ստեղծած եկանք, ասում են, որ ներսի փուլը շատ մեծ է, ուղղակի շատ մութ է։ Հաջորդը հայրս ժանում են պետք է գնանք։ Դու պատկերացնեք այս sense ենք հիմա գնացիններս դեմքից է։ Ժողովուրդ էսի էքստրիմը շարքից հորմա։ Մի խոսքով մենք ինչ-որ լողավազանի ենք հասել քարանձավային ու այստեղից ոտքերը հանել են ջրի միջով են ուզում գնան, պետքա հասնենք փուլի, բայց այնքան մութա չենք հասկանում, հասել ենք թե չէ։ Երկու, երեք։ Ողջ ես։ Քայրա։ Մարիաս նկարում է մայրամուտը։ Կեն կողմում կորիկները արածվում են։ Գտել ենք Sunset Point, որտեղ բացի Sunset-ից կտեսնենք պարապլաններ ամբողջ երկրում, օդապարուներ։ Այդքան ասել, ստացվում է չի ես եւս մեկան։ Սուրեն, այս դասել էր։ Այն կողմում կրկին օդապարուկ, կրկին պարապլաններ։ Օ, ինչպես է։ Օ, ինչա հրաշալի է։ Մենք դեռ ուրախ ենք։ Վերջապես ես էլ երևացած կամերով։ Սուրենը ձեռքիցս վերցրել է գոպրո։ Դե մենք արդեն եկանք հետ քաղաք, լողացանք, փոխվեցինք, իսկ հիմա դուրս ենք եկել քաղաքը ուսումնասիրենք, այո։ Շատ սենց ատմոսֆերան շատ լավն է ընդհանուր։ Այսօր օրը մենք դուրով, մենք ճորոքթաման։ Այո, մենք ձեռքերը գրել են համերները, գնալու ենք կայակինգի, զիպլայն, լավերներ, վիպոինտ, մի խոսքով ամեն ինչ, մեկ ամբողջ օր լինելու ենք ակտիվիտիների մեջ գնացին։ Այս սենց իրունիկ տուկ ենք նստել, մեզ վերցրեցին։ Այո, այսպես որ գնում ենք սառած մեջքներս արդեն տապեց մեծ արագության տակ տուկ էին հիմա Եվ մենք հասանք այս պահին արդեն մեր առաջի կետը, որը ջրային քարանձավն է, Մարիամ Դե ինչ եկել ենք մեր առաջի ակտիվիտին, ինքը water cave-ն է, այսինքն այս տուբերի մեջ ցուրտ չի ընդհանրապես, ցուրտ չի ընդհանրապես, вообще ցուրտ չի։ Եվ այսպես մենք քարանձավի մեջ ենք արդեն Լույսերով Այս կեյպունի Այսինց, հավեսին Ժողովուրդ նայեք ինձ հետաքրքիր է, ոնց որ մետրոյի թունել լինի այսինչ այդ քարանձավը Մեզ ճանապարհով Ողջույն
Մեր հաջորդ կետը այցելության համար դա Elephant Cave-ն է, փղերի քարանձավը, ներսում կա Բուդդայի արձան, այստեղ ունենք մոտ 15 րոպե, ներսում չոր է, ջուր չկա։ Բոլորի տրամադրությունը բարձր է։ Ճիշտ է, մենք թաց ենք, այսպես թաց-հակուսներով ենք, բայց դա մեզ չի խանգարում վայելել, եղանակը գնալով ավելի տաքանում է։ Որովհետև մեզ ասում են tripping couple, այո։ Oh, this. Հայ, այսպեսի հետաքրքիր տեղ էր, դիմացնել այսպես սիրուն գետն է հոսում։ Եվ ահա մենք եկանք մեր կայակի տեղը։ Եվ արդեն վերցրինք մեր, ինչ են սրանց ասում, այս սրանք, և շտով կվերցնենք կայակ և 45 րոպեից մինչև մի ժամ արդեն կայակով կուղևորվենք գետովներ։ Դե ինչ, մենք ջրի վրա ենք, մենք կայակ ենք անում, ահա գեղեցկուհի Մարիան, այնտեղ մեր խմբակիցներն են։ Դե որոշեցի նկարեմ ոնց եմ այլում։ Ասում են floating սրճարանների մեջտեղի հատվածով։ Լաոսում չեք ձանձրանա, Բամբի ենք կոնկրետ էլի։ Հենց նոր մեզ հետ աննախադեպ դեպք պատահեց։ Մի հատ մեծ շրջան տվեցինք, ալիքով լավ հասցրեցինք ապրոնու հեռախոսը պահեցի։ Մի քիչ վտանգավոր էր, բայց ալիքները շարունակվում են։ Oh my god, չեմ կարել նկարեմ, հաջողություն։ Մենք կանգ առանք մի պահ կայակինգով, որպեսզի ուտենք այս համեղագույն ուտելիքները, ապա շարունակենք։ Տեսնում եք, այնտեղ մեր կայակներն են կանգնած, իսկ սա մենք ենք։ Այո։ Տեսեք մեզ։ Մենք ինչ-որ հետաքրքիր բանի ենք արդեն պատրաստվել և շուտով կգնանք արդեն zipline-ի։ First start zip line, you gonna do anything? Before stop, then you hold on the bait. Okay. Maybe you can do it. Don't hold on. Դե ինչ մենք անցանք արդեն փորձնական մեր դասընթացը։ Մի խոսքով, ես էլ ամենահեշտ բաներից չէր, դեր արդեն 10-15 րոպե ասենց մագլցելով բարձրանում ենք, ենա Մարիանա գալիս արդեն։ Եվ մենք հասանք արդեն viewpoint։ Օ, ասենց էպիկ տեսարան է բացվում այստեղից։ Ուշակեք ովքեր են վերևում, Մարիան և Սուրենը։ Tripping couple-ը Շատ տանջված մենք ով մեր երեխեքը արդեն zipline-ով իջնում են։ Դե ինչ։ Մար։ Ուրեմն Սուրենի ձեռքին կապեցին, մազերեզին Ահա 05-ով։ Հիմա գնալու ենք այսպիսի բանի վրայով։ Oh my god։ Պետք է փորձեմ համգնալ։ Եվ մենք արդեն երկու zipline անցանք, երկրորդը հոյակ կապեր, իսկ հիմա արդեն երրորդին ենք պատրաստվում, կրկին երկարն է։ Թռչնակը։ Բարակ կամրջակի վրայով Опа! Молодец! Այստեղ այսինչ հավեսին բաներ են, այստեղ այստեղ գործիքներն են, այստեղ ճիճվիկներն են, այստեղ սենց համով բաններ Եվ հասանք Blue Lagoon, մեր մյուս լագունն է այստեղ, այսպիսի կապուտակ մեծ լագուն է Սս կապուտակ ջրով, այսինչ սիրունիկ
Այսօր սենց յուրահատուկ սենց հաղթահարեցինք մեր ինչ ասեմ վախ ասեմ ինչ ասեմ դրանցից մեկը բարձրությունից թռնելու ու թռել ենք այնտեղից 5 մետր բարձրությունից դեպի լագունը Ինչ հարգելիներս ուրախ տաղատում ես մեր այսօր Դեպներ չկար ավտոբուս մեջ ու այսպես բոլորով նստել ենք Երբ ուղակի քո համար հավեսին մայրամուտին քայլում ես հրաշալի վանվիենգով ու քո շուրջը այսքան բան է կատարվում Ինչ մեծո, այդ ինչ մեծո Արևը մայր մտավ գեղեցիկ եւ մենք այսպիսի փայտից կամրջակով գնում ենք դեպի մեր հյուրանոց Դժգամբից տեսարանը Բարի լույս, ձեզ հետ են Մարիան և Սուրենդրիքին կապլը, այսօր հանգիստոր է, դուց ենք եկեք քայլելու Վանգվիենգի գեղեցիկ փողոցներով Առավոտը նոր է սկսվել, ժողովուրդը պատրաստվում են իրենց տուրերին գնալ, իսկ մենք գնում ենք տարբեր տեղեր, Մարիան գնում է սիրուն անալու, ես էլ Մարիային ուղեկցում եմ Ընկած փողոցներով ման են գալիս իմ քարտի տեղ, որպեսզի Մարիային լցնենք ինտերնետ Դեռ չեն գտնում շատ շոկ է, շատ փոշոտ է